Չի մարուն վեճը համացանցից փողոցներ Արարատի պատկերը անձնագրային կնիքից հանելու շուրջ։ Իշխանական պատգամավորներից Հասմիկ Հակոբյանը մեծ հետ զրույցում հերքում է, թե լեռան պատկերը հանելը հատուկ իմաստ է ունեցել։ Ասում է, մեծ տեղ է զբաղեցրել։ Կնիքը փոխելը շատ տեխնիկական պատճառ է ունեցել, այսինքն մեծ է եղել կնիքը հիմա ավելի փոքր է լինելու անձնագրերում տեղ չկա այդքան կնիքներ խփելիս, գրեթե չկա երկիր, որտեղ բան են անում, սիմվոլներ այն պատկերում։ Կնիքի փոփոխության շուրջ հանրային բանավեճը սակայն հարցեր է առաջացնում նաև մյուս պետական խորհրդանիշների վերանայման մասին, այսինքն հնարավոր է վաղը հանուն հարևանների հետ խաղաղ գոյակցության թուրքերին ոչ հաճո այլ անունների կամ պատկերների փոփոխություններ էլ լինեն։ Պատգամավորն ասում է, իրենք ցանկացած թեմա կարող են քննարկել ժողովրդի հետ, փակ թեմաներ չունեն։ Մենք չկան այսպես ասած տաբու թեմաներ, ամեն ինչ կարող ենք քննարկել մեր հասարակության հետ, բայց ոչ մի քննարկում չունենք։ Աշխարհում շատ այլ օրինակներ կան, երբ պետությունների ազգային խորհրդանիշները ներառում են տարածքներ կամ պատմական հղումներ, որոնք այդ պահին իրենց սահմաններից դուրս են։ Իսրայելական Էզրա եւ Նեհեմիա հուշամեդալը նվիրված է 1950-ից 52 թվականների օդային գործողությանը, որով Իրաքից Իսրայել տեղափոխվեցին ավելի քան 120,000 հրեա, բաբելոնյան գերությունից 2500 տարի անց։ Հուշամեդալի դիմերեսին պատկերված է թռիչքի ուղիղ երթուղին Բաղդադից Թել Ավիվ, որն ակնհայտորեն հատում է Իրաքի եւ Հորդանանի ինքնիշխան տարածքները։ Իսրայելի համար սա ոչ թե տարածքային պահանջ է, այլ պատմական արդարության վերականգնման եւ ազգային վերադարձի տոնակատարություն։ Աննա Հարությունյան, Reopen Media։